Բարև ձեզ, դուք դիտում եք հարթակը, այսօր իմ հյուրն է տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Վարազդատ Կարապետյանը։ Մենք խոսենք Հայաստանի համաչափ զարգացման խնդիրների եւ արկա հեռանկարների հնարավորությունների մասին։ Պարոն Կարապետյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Առաջին հարցը, որ ուզում եմ տալ, ինչպիսին է իրավիճակը ձեր գնահատմամբ, երբ մինչ այդ դրսից, այսպես ասած, կողքից էիք նայում, եւ հիմա արդեն երբ պետական պաշտոնյա եւ ավելի ներսից եք այսպես նայում իրավիճակին։ Իրականում մեծ տարբերություններ չկան, որովհետեւ խնդիրները մարտահրավերներ այնքան մեծ են, որ եւ դուրսը եւ ներսը համատեղ պետք է աշխատեն։ Այսինքն հիմա չենք կարող ասել, որ հարցերի շրջանակ կա, որի համար կառավարությունն է պատասխանատու եւ շրջանակ, որի համար հանրային հատվածը կամ բիզնեսները։ Հիմա որոշ մարտահրավերներ կան, որոնք պարտադրում են ուժերի համախմբում։ Եվ իմ դերն էլ ես ավելի շատ տեսնում եմ հենց համայնքների տնտեսության զարգացման մեջ տարբեր ուժերի համախմբման միջոցով զարգացման հասնելը։ Օրինակ, ցանկացած համայնք, եթե դիտարկենք, հատկապես տնտեսական զարգացման հարցը համայնքի, տարբեր կազմակերպություններ տարբեր ժամանակահատվածներում ներդրումներ են անում համայնքում։ Մի կազմակերպություն գնում է, ընդհանրենք ձեռներեցության աջակցություն է անում։ Հիմնվում են օրինակ ավտոլվացման կետեր, վարսավիրանոցներ եւ այլն։ Մեկ այլ կազմակերպություն գնում է, ընդհանրենք ճանապարհի փոքր հատված է սարքում։ Ընդհանրենք 2 տարի հետո մեկ այլ կազմակերպություն 3 հատ տրակտոր է նվիրում համայնքին եւ այլն։ Սրանք փոքր միջամտություններ են համայնքի ներքին կյանքին, որոնք այդ միջամտության հետ քաշվելուց հետո շատ կարճ ժամանակ հետո ազդեցություն չեն ունենում այլևս։ Հիմա ժամանակն է, որպեսզի բոլոր հնարավոր ուժերը եւ պետական եւ միջազգային աջակից կազմակերպությունների եւ նաեւ հանրային հատվածը աջակից կարողանան համայնքի պլանը հաշվի առնելով, այսինքն նայելով թե ինչ է անում համայնքում ապրող մարդը, որովհետեւ այդ մարդիկ իրականում աշխատում են եւ ապրում են։ Եվ յուրաքանչյուրը ունի զարգացման իր տեսածը, իր հեռանկարը պատկերացրած։ Հասկանանք յուրաքանչյուր մարդու պատկերացրած հեռանկար, պլան, փորձենք ընդհանուր մի հեռանկար տեսնել համայնքի համար եւ համատեղ բոլոր ուժերը միանգամից ուղենք յուրաքանչյուր համայնք, որպեսզի համայնքի ներսում փոփոխություններ կատարվեն միաժամանակ 10, 20 եւ այլն տեղերից, դա կհանգեցնի իրական փոփոխության համայնքի եւ համայնքի ներքին ուժերը վերափոխելով առաջին հերթին։ Ոչ թե դրսից մենք գնանք մի փոքր ազդակ տանք, հետ գանք, այլ տեսնենք համայնքում ովքեր են աշխատում, փորձենք աշխատող մարդկանց հզորացնենք, որովհետեւ այդ դեպքում համայնքը ինքը կորոշի քայլ անել առաջ։ Ինչքան մենք համայնքը հրում ենք եւ մենք հետ ենք քաշվում, համայնքն էլ է հետ քաշվում։ Վերջը պետք է համայնքը ինքը իր կամքով որոշի քայլ անել, եւ եթե տեսնում ենք, որ այդ քայլը անելուց արդեն կամքը կա, իրան լրացուցիչ միջոցներ են պետք, այդ միջոցները պետք է տանք արդեն համակարգված ժամանակին մեր ասածը անելով, որովհետեւ իմի գիտեք, վստահության մեծ անդունդ կա մարդկանց եւ կառավարության միջեւ։ Այդ անդունդները վերացնելու հիմնական ճանապարհն է, որ պետք է ասվի եւ պետք է արվի ասածը։ Եվ հնարավորինս կարճ ժամանակահատվածում անընդհատ։ Եթե օրինակ մի տարի ցանկացած քո ասած բան դու կարողանաս հետևողականորեն անել, հնարավոր է վստահության պաշար կուտակես արդեն։ Բայց մեկ չարածով այդ պաշարը կկորցնես։ Դրա համար հիմի քանի որ արդեն իրավիճակը բավականաչափ բարդ է վստահության տեսանկյունից, պետք է շատ ուշադիր լինենք համայնքների հետ աշխատանքի ժամանակ, որովհետև համայնքը ոչ միայն համայնքապետն է, որը ավելի շատ պետական կառավարման մասնագիծ է, այլ համայնքի հարյուրավոր, հազարավոր, 100,000-ավոր մարդիկ, ովքեր կորցրել են կապը կառավարման համակարգի հետ։ Կարող ենք ասել, որ այդ կապի կորուստը նաև բերում է նրան, որ կենտրոնական իշխանությունը չի ճանաչում համայնքները, այսպես պայմանական ասած, ուղղակի չգիտի այնտեղ խնդիրները եւ մարդկանց այդ մոտիվացիաները ինչպես են ձևավորվում, կա այդ խնդիրը։ Այո։ Այդ խնդիրը իրականում կա, դա մասնավորապես պայմանավորված է նաև նրանով, որ այն կառույցները, որոնք կոչված են համայնքի բնակչի ձայնը կառավարություն հասցնելու, այդ կառույցներն էլ են վատ աշխատում։
Այսինքն այդ ինստիտուտները, որոնք պետք է միջնորդ լինեին սովորական գյուղացիների եւ կառավարության միջև, այդ ինստիտուտները թույլ են աշխատում։ Դրանք մարզպետարաններն են։ Համայնքապետարանները, մարզպետարանները, լրագրողները, հանրային հատվածը, հասարակական կազմակերպությունները բավականաչափ լայն շերտ, այսինքն մենակ պետական մասնակցությունը չի ստեղ։ Եվ որպեսզի կարողանանք այս մեխանիզմը, հիմա տեսեք, պետական հատվածում կան միջոցներ, պետությունը ասում է, խնդրում եմ ծրագրեր ներկայացրեք, որոնց մեջ ես կարող եմ ներդրումներ անել, նույնը ասում են միջազգային կազմակերպությունները տենդերներ են հայտարարում, բայց համայնքում իրական ապրող ու աշխատող մարդիկ այս ձևաչափով ծրագրեր ներկայացնելու գիտելիք եւ կարողություն չունեն։ Հիմա պետք են միջնորդ կառույցներ, ովքեր այս աշխատող մարդու միտքը, գաղափարը, պլանը, ծրագիրը պետք է սրանց ուզած ձևաչափով բերեն ներկայացնեն ստեղ։ Հիմա մենք մտածում ենք այս հարթակները ստեղծելու ուղղությամբ, որպեսզի այդ կապը, որ իրականում, ինչպես նշում եք, բավականաչափ թույլ է, կարողանանք ամրացնել։ Դա ենթադրում է նոր տիպի, նոր ֆորմատներ ձևավորել, թե եղած ֆորմատների արդյունավետությունը բարձրացնել։ Եղած ֆորմատներով լրիվ հնարավոր է անել, եթե ուղղակի գործողություններն անենք ոչ այնպես ինչպես միշտ, այլ ձևով անենք։ Այսինքն կառույցներ փոխելու կարիք չկա, ուղղակի պետք է հասկանանք ինչպես անենք։ Ինչ անել հարցի պատասխանն էլ բոլորը ոնց որ գիտեն մեր երկրում, բայց ինչպես անելու պատասխանը բացակայում է։ Իսկ օղակների մեջտեղից հանելու կարիք, օրինակ մասնավորեցնեմ հարցս։ Ինձ համար օրինակ շատ անհասկանալի է մարզպետարանների գոյությունը, այսինքն այս փոքր Հայաստանում այդ կապը կարելի է ապահովել առանց այդ օղակի եւ այդ միլիարդները, որ տարեկան բյուջեով հատկացվում են որպես մարզպետարաններից ասիքով, ուղղել հենց այդ զարգացման ծրագրերին։ Ինչն է պակասելու, եթե չլիներ մարզպետարաններ։ Տեսեք, ձեր հարցադրումը լրիվ իրավունք ունի գոյություն ունենալ։ Եվ այդ հարցադրումը նաև քննարկվում է բազմաթիվ ատյաններում, ինչ նշանակություն ունեն մարզպետարանները, հատկապես համայնքների խոշորացման process-ներից հետո, երբ որ մի մարզը կարող է դառնալ 7, 8, 10 համայնք ենթադրենք, էլ դրանց կառավարման լրացուցիչ օղակներ պետք են, թե ոչ։ Հիմա քննարկվում է մարզպետարանների ապագա մանդատի հարցը, այսինքն ինչ ֆունկցիաներ, գործառույթներ պետք է ունենան մարզպետարանները, որպեսզի իրական առաքելություն ունենան, ոչ թե մտածածին տարբեր տեղերից վերցնելով մեկ լրացուցիչ ինստիտուտ սարքելով, որը իշխանության կամ բաշխման ֆունկցիայի կենտրոնացում է ենթադրում եւ այն մնացած կառույցների թուլացում, այլ իրականում հասկանանք այս տարածքում, որը աշխարհագրական ինչ-որ օրինաչափություններ ունի, ինչ գործառույթներ են պակաս, որ այդ կառույցը կարող է լրացնել։ Առաջնային գործառույթը զարգացման գործառույթն է, այս ծրագրերի հետ կապված, այդ տարածքը, օրինակ Գեղարքունիքի մարզը, ինքը Սևանալճի շուրջն է, չէ, ամբողջությամբ։ Այս հատվածը ոնց պետք է զարգանա։ Պարզ է, որ ամեն համայնք ինքը առանձին զարգացման իր խնդիրներն ունի, բայց այս ամբողջը որպես մեկ միասնական համակարգ նույնպես զարգացման մարտահրավերներ ունի։ Եվ մարզպետարանի խնդիրը եւ ներկայում եւ հատկապես ապագայում պետք է լինի այս տարածքի զարգացումը։ Այսինքն ոչ թե վերահսկողությունը, ոչ թե ինչ-որ միջոցների բաշխում, այլ զարգացման գործառույթը։ Եվ դա ենթադրում է նաև կարողությունների զարգացում մարզպետարանների համար։ Այսինքն նոր ֆունկցիաները, նոր մարդիկ կամ նոր կարողություններ են ենթադրում, որ պետք է սկսվի հիմա արդեն, որպեսզի ապագայում տրվող գործառույթը հնարավոր լինի իրականացնել։ Այսինքն, օրինակ գործադիր իշխանության մասից կարելի է վերածել զարգացման գործակալության, հա, ինչպես Այո, առավելապես առաջնային գործառույթը դառնա զարգացումը։ Պարոն Կարապետյան, վերջին շրջանում բավական մեծ հանրային ուշադրության են արժանանում վարչապետի աշխատանքային այցերը մարզերը, որտեղ շատ մեծ ուշադրություն հատկացվում է հենց այդ տեղական կառավարման կադրերին, որակին եւ այլն։ Մի կողմից լիովին հասկանալի է դժգոհությունը, մյուս կողմից տպավորություն է ստեղծում, որ կենտրոնական իշխանությունը փորձում է պատասխանատվությունը տեղափոխել հենց տեղեր, այսինքն ամեն ինչ կենտրոնական մասով կամ շատ բան լավ է, իսկ այդ տեղերում շատ անորակ կադրեր են։ Չկա այս խնդիրը, այսինքն չի մնում այս տպավորությունը արդյոք։ Կարծում եմ խնդիրը լավի եւ վատինը չի, այսինքն էական չի, որ կենտրոնական կառավարությունը ամեն ինչ փայլուն է անում, համայնքները վատ, դա տենց չի, բոլորս գիտենք։ Հիմա խնդիրը այն է, որ իշխանությունը, պատասխանատվությունը, ուժը, գիտելիքը, կարողությունը կենտրոնացած է մի տեղում։ Այս կենտրոնացումը բերում է մեծ խնդիրների,
ինչպես Երևանը մեր երկրի համար մեծ պրոբլեմա դարձել իր մեծ կենտրոնացմամբ, նույն ձևով իշխանության կենտրոնացումը։ Հիմա ճիշտ ժամանակն է, որ մտածենք իշխանությունը նաև բեռնաթափելու մասին եւ հասկանանք, որ օղակներն են, որ կարող են այս պատասխանատվությունը վերցնել։ Ժամանակին այդ իշխանությունը կենտրոնացել է, որովհետեւ տեղերում այդ իշխանությունը վերցնելու օղակներ չենք ունեցել։ Բայց հիմա արդեն 20 տարուց ավել ինչ որ համակարգ է զարգացել։ Ժամանակն է որոշակի ֆունկցիաներ աստիճանաբար փոխանցել, որպեսզի տեղական ինքնակառավարումը կրի պատասխանատվություն զարգացման։ Այսինքն համայնքի ղեկավարը ոչ թե ինչ որ մի հատ փոքր բյուջե եւ դրա 50%-ն էլ պետական բյուջեից տալիս են, ոչ թե դրա ծախսողը լինի, այլ լինի այդ համայնքի զարգացման պատասխանատուն, նաեւ տնտեսության զարգացման պատասխանատուն, ինչի գործառույթի ընդհանրապես չկա տեղերում։ Եվ այդ մարզային արշավների եւ նաեւ մեր առանձին մարզային ամբողջ մարզերում գործունեության հիմնական նպատակը համայնքներում համապատասխան կարողություններ ստեղծել եւ որոշ զարգացման գործառույթներ կենտրոնական կառավարությունից համայնքներ փոխանցումն է։ Շատ կարևոր է թե ինչու պիտի համայնքի ղեկավարը մոտիվացված լինի ծրագրեր մշակել, զարգացման ուղղությամբ աշխատել, տկնել, ջանել եւ այլն, եթե մեծ հաշվով քաղաքական խնդիրներ իր առաջ դրված չեն, այսինքն քաղաքականության խնդիր եւ մինչեւ հիմա ոնց որ թե նրանց հիմնական ֆունկցիան եղել է վերակացու լինել կենտրոնական իշխանության։ Այստեղ էս մոտիվացիոն փողը ոնց պետք է փոխել։ Պետք է ստեղծվեն նաեւ օրենսդրական խթաններ։ Օրինակ հարկատեսակների մի մասը եկամտից կախված հարկատեսակների մի մասը կարող է գնալ տեղական բյուջեներ։ Նաև պետք է վերջիվերջո նաև ընտրությունների ժամանակ մարդիկ ցույց տան եւ ապացուցեն, որ իրենց խնդիրը համայնքի զարգացումն է, այլ ոչ թե ինչ որ բան վերաբաշխելը, ինչ որ բան վերաբաշխելու համար պայքարը։ Այսինքն առաջնային խնդիրը զարգացման խնդիրն է։ Հիմա մեր երկրի առաջնային հիմնահարցը զարգացման հիմնահարցն է, որտեղ այն ինչ որ ունենք արդեն լավ վատ ինչ որ բան ունենք, հիմա պետք է հասկանանք ոնց ենք գնալու առաջ, ինչ քայլեր ենք անելու։ Եթե բոլորս ասենք այս մի մարդն է պատասխանատու այդ զարգացման համար, ու ինքը պետք է մեզ առաջ տանի, այդ մարդու փոքր սխալը մենք կսարքենք հսկայական բաներ, կսկսենք նետել հակառակ ուղղությամբ։ Դրա համար այս մեծ պատասխանատվությունը, որ հիմա դրել ենք 1-ի կամ 2-ի վրա, պետք է բաժանենք բոլորիս վրա, հասկանանք ամեն մեկս ինչով ենք պատասխանատու։ Քանի որ դեռևս քաղաքացիական հասարակությունն էլ այդ աստիճանի զարգացած չի, որ այս մեխանիզմը ավտոմատ կերպով կարողանար կայանալ։ Դրա համար տեղական ինքնակառավարումը այն այլընտրանքն է, որը կարող է այս բեռնաթափմանը մասնակցի։ Տնտեսական զարգացման արդյունավետ բարձրացման տեսանկյունից անվիճելի է այդ խնդիրը, բայց դա հակասության մեջ չի մտնում այդ քաղաքական տրամաբանության մեջ, որ մինչև հիմա է գործել, եւ չի առաջանա այս դիմակայությունը եւ ի վերջո ավարտվի հօգուտ քաղաքական տրամաբանության, որը իշխանության, այսպես միատարրության սկզբունքի վրա է հիմնված։ Ես քաղաքական մասին ճիշտ ասած, ես նախորոքել ասացի, ձեզ այդ իմ մասնագիտությունը չի։ Զուտ են իմաստով, որ այստեղ կարող է առաջանալ այս երկու խնդիրների բախումը։ Տեսեք, մենք ինչ իրավիճակ ունենք, եթե քաղաքական մասը նայենք, ելի նայենք տեղերում։ Այսինքն ձեզ չեն փորձում բերել քաղաքական խնդիրների դաշտ, ուղղակի տնտեսական զարգացման։ Տեսեք, նայում ենք համայնքում իրավիճակը։ Մենք համայնքում ունենք տնտեսական դերակատարներ, քաղաքական, վարչական, սոցիալական։ Այս ամբողջ համայնքը իրանից ներկայացնում։ Հիմա տնտեսական մենք էլ ենք գիտակցում, որ քաղաքական ենթահամակարգը նաև համայնքի մակարդակում հնարավոր է այս ենթահամակարգերի միջև պայքարը բրգաձև դարձնի։ Այսինքն սկսի կառավարել բոլոր մնացած ենթահամակարգերին։ Եվ սոցիալական, եւ վարչական, եւ տնտեսական այդ վտանգը իրանից ներկայացնում, որտեղ ցանկացած մոնոպոլիա եւ հանրային կառույցների մոնոպոլիան նաեւ բերում է զարգացման խեղման, զարգացման գործընթացի խեղման։ Դրա համար պետք է նայենք այս թևերը համայնքային համակարգի, ոնց կարող են զարգանալ եւ փոխգործակցել իրար հետ։ Տնտեսության զարգացումը առանցքային է այդ առումով, որտեղ տնտեսական, հատկապես փոքր տնտեսությունների զարգացումը դեպի միջիններ, այս միջին տնտեսությունների բազմությունը կարա համայնքի առողջության երաշխավորը լինել, զսպել, որպեսզի քաղաքական կամ վարչական գործիքները, համակարգերը չմոնոպոլիզացնեն համայնքում հանրային դերակատարների վիճակը կամ հարաբերությունները։ Դրա համար
առաջնային թիրախը ընտրել ենք տնտեսության զարգացում, որտեղ տնտեսությունը հենց այդ տեղն է, որտեղ միջին խավը կայանում։ Այստեղ ինչքան մենք կարողանանք շատ փոքր եւ միջին ձեռնարկություններ, ագրարային տնտեսություններ ունենանք, տնտեսություններ, որոնք ոչ թե լուծում են այսօրվա խնդիրը, իրենց օրվա հացի խնդիրը, այլ կարողանում են նաեւ ընդլայնված վերարտադրվել, իրենց աշխատած գումարի մի մասը հնարավորություն ունենում հետ բերել դնել իրենց տնտեսությունը ընդլայնել։ Այս տնտեսություններն են ուժը երկրի։ Դրա համար այս սրա վրա պետք է շեշտադրում անել։ Իրականում եւ պետական կառավարման համակարգը եւ քաղաքական համակարգը տեղել են մարդիկ վերջիվերջո, չէ՞, մենք չունենք այդպես հստակ արտահայտված ինստիտուտներ եւ մարդկանց ուժեղացնելու խնդիր կա։ Հիմա պետք է որոշենք որ տեսակի մարդկանց ենք ուժեղացնում, չինովնիկ մարդուն ենք ուժեղացնում, թե գործարար մարդուն։ Իմ ընտրությունը գործարար մարդու ուժեղ, հա, տեսական զարգացման, թե իշխանության ենթադրենք վերարտադրության։ Հիմա եթե նայում ենք Չինովնիկին զարգացնելը երկու հետևանք կարող ունենա։ Մեկ, որ ինքը իր գործը ավելի լավ անի եւ նպաստի այս ամեն ինչի զարգացմանը, մյուսը, որ ինքը նպաստի իշխանության վերարտադրմանը։ Տնտեսության զարգացումը ինքը ուղղակի նպաստում է ապակենտրոնացմանը։ Դրա համար հիմա մենք պետք է կենտրոնանանք տնտեսության զարգացման վրա, հատկապես փոքր եւ միջին տնտեսությունների, եւ գյուղատնտեսության մեջ, եւ ընդհանուր փոքր եւ միջին ձեռնարկատիրության մեջ։ Ընտրական ինստիտուտի դերը այս խնդիրները լուծելու հարցում ոնց եք տեսնում ընտրության նպաստող գործիք թե խնդիրները այս միջին տնտեսական միջին խավի ձևավորումը մարզերում տնտեսական խնդիրների լուծումը պետք է բերի թիմ ընտրությունների որակի փոփոխության որտեղ մենք հիմա գիտենք թե ինչ մենթալիտետով է ընտրությունը անցկացվում տեղերում բարեկամ, ծանոթ, չգիտեմ ինչ այս գյուղերում նկատի ունեմ գյուղապետեր եւ Արագ փոփոխություններ ամեն դեպքում չենք կարող ունենալ ընտրությունների մեխանիզմում, որտեղ դա ենթադրում է ամբողջ հանրային համակարգի փոփոխություն։ Բայց մենք կարող ենք ունենալ փոքր առողջ օջախներ։ Եվ այդ օջախները բազմաթիվ են, հազարավոր են հիմա Հայաստանում։ Միակ խնդիրը որ կա այդ օջախների հետ կապված, դրանք փոխկապված չեն։ Հիմա պետք է փորձենք, որ այդ փոքր առողջ օջախները, որոնց մեծ մասը գործարար նախաձեռնություններ են, բիզնեսներ են, ակտիվ առողջ բիզնեսներ են, պետք է սրանք ավելի ուժեղ լինեն եւ փոխկապված համակարգ ձևավորել։ Այո, որ իրենք կարողանան համակարգ ձևակերպել, որտեղ իրենք կկարողանան ձևավորել նաեւ հակակշիռների համակարգը։ Եթե իշխանական, ասենք, ընտրությունների մեխանիզմում խնդիրներ կան, այս հատվածը հակակշիռների համակարգ կձևավորի։ Հիմա մենք ակնկալում ենք, որ եւ ընտրության մեխանիզմը եւ հակակշռի համակարգը մի տեղում պետքա ձևավորվի, նման բան հնարավոր չի։ Պետքա հանրությունը որպես օրգանիզմ կարողանա մեկ այլ բևեռում հակակշիռ ձևավորել։ Այդ բևեռը կարող լիներ կրթության մեջ, բայց կրթության մեջ մենք արդյունքներ կունենանք 10-20 տարի հետո։ Բիզնեսի մեջ համեմատաբար ավելի արագ կունենանք, եթե առողջ բիզնեսների մասին ենք խոսում։ Այսինքն չբացառելով, որ կրթությունն էլ շատ էական հատված է, որտեղ պետքա շատ գործ արվի, ամեն մեկը պետքա իր տեղում կարողանա այդ գործն անել։ Մենք գտնում ենք, որ համայնքներում փոքր բիզնեսի եւ ագրարային տնտեսությունների զարգացումը հիմա առաջնային գործիքներից մեկն է ընդհանուր հանրային առողջացման համար։ Տեղերում կադրային սղություն կա եւ խնդիր կա Երևանից տեղափոխել կադրերի հոսք ապահովել մարզեր, թե կա մարզերում կադրեր ընտրելու արդյունավետության խնդիր, այսինքն տեղերում կան կադրեր ուղղակի սխալ են ընտրվում։ Մենք նայած թե որ ոլորտի վերաբերյալ ենք խոսում, ամեն դեպքում տեղերում բազմաթիվ հազարավոր մարդիկ կան, ովքեր շատ լավ պատկերացնում են եւ իրավիճակը եւ զարգացման խնդիրները։ Հնարավոր է տեխնիկական հարցերի մեջ չկարողանան, ասենք, չիմանան ջերմոցային տնտեսություններում ինչ որ տեխնիկական խնդիր ոնց է լուծվում, կամ չրի չորացման որոշ տեխնոլոգիաներ, կամ ասենք ոնց են ենթադրենք գրանտային ծրագիր գրում ներկայացնում Եվրամիություն։ Այս հարցերը չգիտեն, բայց իրանք շատ լավ գիտեն իրանց կյանքը, իրանց առօրյան, իրանց պլանները եւ նաեւ այդ ժողովրդական իմաստությունը վերջ փոխանցվել է այդ մարդկանց։ Իրանք նաեւ գիտեն շատ լավ իրանց միջավայրը կառավարել։ Հիմա այդ մարդկանց պետքա գտնենք, այդ մարդկանց ուժեղացնենք, ինչ որ չունեն, փորձենք այդ տալ այդ մարդկանց։ Բայց այն որ տեղերում այդ մարդիկ կան եւ հազարավոր են, այդ միանշանակ է։ Այլ հարց է, որ տարիների ընթացքում այդ մարդիկ մնում են ստվերում, այդ մարդկանց չեն վստահում եւ այլն։ Հիմա այն ժամանակն է, որ գտնենք այդ մարդկանց։ Այս աճող արտագաղթը այդ հարցում չի առաջացնում խնդիրներ, այսինքն շատեր այդ մարդկանց ուղղակի
հեռանում են կամ կհեռանան։ Մենք հիմա շատ մեծ խնդիրներ ունենք մեր երկրում, արտագաղթը, կոռուպցիան եւ այլն։ Հենց որ մենք իրանից խոսում ենք որպես մեկ ընդհանուր երևույթ, արտագաղթ, որպես այդպեսին, ինքը դառնում է անլուծելի։ Եթե շատ մեծ խնդրեմ ունենք ու չենք կարողանում լուծել, դրան պետք է բաժանենք մասերի, փորձենք լուծում գտնել։ Մեր երկրում այդ մասերի բաժանման մի հատ տարբերակ կա, այդ համայնքն է։ Պետք է գնանք կոնկրետ համայնք, հասկանանք, այս 20 ընտանիքը ստեղից գնացել են, ինչն է եղել դրդապատճառը կամ շարժառիթը իրենց գնալու, եւ ոնց անենք, որ հաջորդ 20 ընտանիքը, որ նման ծրագրեր ունի արդեն, մնա Հայաստանում։ Այսինքն մենք չենք կարող ընդհանուր երկրի մասշտաբում խնդիր լուծենք, մենք պետք է տեղայնացնենք խնդիրը, որ լուծումը գտնենք։ Ինչքան մեծացնենք խնդրեմը, այնքան այդ խնդրեմի լուծումը անհնար կդառնա։ Նույնը կոռուպցիան է, ինչքան մենք sense մեծացնում ենք, գլոբալացնում ենք, այնքան իր լուծումը չկա։ Իսկ եթե կոնկրետ գնում ենք, ասում ենք այս տեղում, այս պաշտոնյան, այս sense շատ կոնկրետ լուծում ունի արդեն։ Պարոն Կարապետյան, այսպեսի խնդիր էլ կա երևի թե համայնքներում մարդկանց ընկալումը տեղական իշխանության առումով, այսինքն մարդիկ իրենց պահանջները, բողոքները, ակնկալիքները հիմնականում ներկայացնում են կենտրոնական իշխանությանը։ Սա ինչքանով է խնդիր առաջացնում տեղերում աշխատելու առումով եւ ոնց լուծել այս խնդիրը, ինչ ռեսուրսներով այս խնդիրը լուծել, որովհետեւ մարդը առաջինը պահանջները ներկայացնի հենց տեղական համայնքների եւ այս հասարակական ճնշումն էլ առաջանա տիմ կառույցների վրա։ Ես դες ավելին ասեմ, մենք հիմա մարզային հանդիպումներ ենք անում, մասնակցում են հիմնականում համայնքապետերը։ Դուք չեք պատկերացնի իրանք ոնց են պահանջում, հատկապես այն ինչ իրենք պետք է անեին։ Հիմա հա, կենտրոնական իշխանությունից են պահանջում։ Հիմա խնդիրը հետևյալն է։ Պետք է տանք լծակներ, պետք է ժողովրդին ասենք այդ լծակը տվել ենք այս քո հարևանին, որ քո գյուղապետն է։ Հիմա եթե ինչ-որ բան ունես պահանջելու, գնա պահանջի իրանից։ Մենք էլ կօգնենք, որ դու ավելի լավ պահանջես։ Իրան էլ կօգնենք, որ անի այդ գործը։ Այս ամբողջը ինչին մենք մի մեխանիզմը, որ ուզում ենք ներդնենք, այդ է լծակները տանք, այս մարդկանց այդ ինֆորմացիան տանք, որ այդ լծակներն արդեն տվել ենք եւ երկու կողմերին օգնենք։ Մեկին գործը անել, մեկին էլ պահանջել, որ այդ գործը լավ արվի։ Քաղաքացիական կառույցների, քաղաքացիական հանրության դոնորների դերը այստեղ տեսնում եք, այսինքն քաղաքացիականությունն էլ ոնց որ կենտրոնացված է Երևանում, ոնց անել, որպեսզի գնա մարզեր։ Եվ այստեղ էլ ոնց որ թե իշխանության հետ կարող է լինել շահերի բախում, չափավորել այդ հանկարծ քաղաքացիական անվերահսկելի վիճակ չլինի։ Դոնորներն իրականում խիստ վերահսկելի են աշխատում Հայաստանում։ Ես չեմ տեսել դոնոր, որ վերահսկելիության սահմաններից դուրս լինի։ Ամեն դեպքում նման վտանգ չկա, որ իրանք անվերահսկելի պրոցեսներ կկարողանան Հայաստանում հրահրել։ Հիմա դոնորների աշխատանքը մարզերում։ Ցավոք սրտի աջակից այդ կառույցները մարզերում աշխատում են իրենց օրակարգով։ Այստեղ է վտանգը։ Ինքը այո, իրենք օրակարգ ունեն որոշակի, չգիտեմ որտեղ սահմանված, ամեն մեկի իր երկրում սահմանված կամ թեկուզ եւ ստեղ սահմանված, ինքը գնում է համայնք, անում է այն ծրագիրը, ինչը իր օրակարգով սահմանված է, այլ ոչ թե համայնքի օրակարգով։ Դրա համար պետք է համայնք օրակարգը սահմանի եւ մեզանից ցանկացածը, որ գնում է համայնք, այդ օրակարգի մեջ տեղավորվի, այդ թվում եւ պետական կառավարման մարմինները։ Հիմա առաջին քայլով պետք է հզորացնենք համայնքին այդ դերակատարներին այնտեղ, որտեղ տնտեսության մեջ են ուժեղ, դպրոցների լավ ուսուցիչներն են, հիվանդանոցներում աշխատող բժիշկներն են եւ այլն, որ իրենք համայնքում ձևակերպեն օրակարգ։ Եվ բոլոր աջակից կառույցներին, որ որոշեն մտնել այդ համայնք, ասեն մեր համայնքում մենք էս ենք անում։ Եկեք օգնեք, էս անենք։ Չեք կարողանում օգնել, մի խանգարեք մեզ։ Այս առումով համայնքների պայմանական լավագույն համայնքների, օրինակելի համայնքների խրախուսական ինչ-որ տարբերակներ կարող են լինել այն դեպքերի համար, երբ իսկապես համայնքը ցուցաբերում է արդյունավետությունը, որպեսզի նաև մնացածների համար լինի ինչ-որ։ Հիմա մենք մշակում ենք տարածքային զարգացման գործառնական ծրագիրը 2018-20 թվականների համար եւ այդ ծրագրի էական առանձնահատկություններից մեկն է, որ միջոցների մեծ մասը կսկսի բաշխվել մրցույթների հիման վրա։ Այսինքն համայնքները, եթե իր դպրոցն է վերանորոգելու, մանկապարտեզը, ճանապարհը, չգիտեմ, ծննդատունը, համայնքները կդիմեն իրենց ծրագրերով այդ կառույցները վերանորոգելու գումար շահելու համար։
եւ այն համայնքները, որոնք հատկապես աչքի կընկնեն այս գործընթացում 2018 թվականին, 2019-ին այդ համայնքներին կամրագրվի որոշակի գումար առանց մրցույթի իրենց ծրագրերից որևէ մեկը իրականացնելու համար։ Այդ կլինի ձեր ասած խրախուսական միջոցառում։ Շատ է խոսում հարկային արտոնությունները որպես գործիք կիրառելու մասին։ Սրանք կենսունակություն ինչպես է գնահատում, այսինքն օրինակ մենք տեսանք Տավուշում սահմանամերձ շրջաններում այդ արտոնությունների սահմանումը, բայց ոնց որ թե դա ինչ որ առանձնապես մեծ էֆեկտ չի ունեցել տնտեսական իմաստով։ Հարկային արտոնությունները որպես գործիք արդյունավետ կլինեն այն ժամանակ, եթե ունենանք արդյունավետ տնտեսություն։ Հիմա մենք ունենք տնտեսություն, դրա մի մասը ստվերում է, մի մասը նորմալ աշխատում է։ Այս նորմալ աշխատողների ճնշող մեծամասնությունը աշխատում է Երևանում, եւ մենք ուզում ենք սահմանների վրա հարկային արտոնություններ սահմանել։ Դրա էֆեկտը չնչին է իրականում։ Չի գնա բիզնեսը Երևանից համայնքներ։ Որպեսի բիզնեսը համայնք գնա, մենակ հարկային արտոնություն, ասենք օրինակ հարկային արտոնությունը իրեն կտա ենթադրենք 2 միլիոն դրամի շահ լրացուցիչ։ Բայց դա փոխհատուցվի բարձր տրանսպորտային ծախսերով, մասնագետների պակասով, հումքի պակասով, այսինքն անպայման ինչ որ խնդիր կառաջանա սահմանամերձ հատվածում աշխատելիս, որը հաստատ մի քանի անգամ իր արժեքով կգերազանցի այդ արտոնության գումարը։ Այլ հարց է, որ հենց սահմանի վրա ապրող մարդկանց պետք է խրախուսենք, որ իրանք լավ բիզնեսով զբաղվեն։ Այս դեպքում մենակ հարկային արտոնությունը շատ լավ է, այս դեպքում, բայց լրացուցիչ աջակցության գործիքներ են պետք, որտեղ այնտեղ շատ բան բացակայում է։ Հիմա Տավուշի մարզը ոնց որ լավ արդյունքներ է սկսում այդ ուղղությամբ արձանագրել, հատկապես մրգերի վերամշակման եւ ջերմոցային տնտեսությունների առումով փոքրերը, բազմաթիվ փոքրեր են հիմնվում։ Դրա համար արժի է փորձը հիմա հաշվի առնել։ Խնդիրը այդքան ոչ թե հարկային արտոնությունն է, որտեղ ինքը ասես տենց կդառնա, ասենք ընտանեկան ձեռնարկություն հարկ չի տա։ Խնդիրը ընդդեղի հարկային արտոնությունը չի։ Այլ խնդիրն է, որ պետքա սահմանի վրա գյուղերին հատուկ աջակցության գործիքների միջոցով կարողանան խրախուսել։ Մի հարցի մասին էլ ուզում եմ խոսենք, պարոն Կարապետյան։ Սովորաբար մեր համայնքներում այսպես ակտիվությունը դրսևորվում է ինչ որ տնտեսական նախագծի դեմ բողոքի ձևով։ Հիմա օրինակ Արտվի գյուղի օրինակ ունենք երբ ոսկու հանքու դեմ հավաքանի բողոքում։ Այստեղ կենտրոնական իշխանության անելիքը դուք որն եք տեսնում, որովհետև տարբեր տնտեսական շահեր բախվում են նաև տարբեր ստվերային ինչ որ անունների հետ եւ այլն։ Համարում եք, որ պետք է աջակցի կենտրոնական իշխանությունը այն հավաքաններին, որոնք գնում են դիմադրելու ինչ-ինչ տնտեսական նախագծերի, համարելով, որ դա իրենց գյուղին պետք չէ։ Ես կոնկրետ դեպքը դեռ չեմ վերլուծել իմ համար, որ հենց այդ կոնկրետ դեպքի համար ձեզ պատասխանեմ։ Ամեն դեպքում գտնում եմ, որ եթե գյուղի ժողովուրդը ասում է ոչ, այդ իր բնակավայրն է, ուրեմն այդ ոչ է։ Եթե այդտեղ կա ինչ-որ կատալիտիկ պրոյեկտ հանրապետական մասշտաբի, որ իրականում էական ազդեցություն է ունենալու հանրապետության տնտեսության վրա, այդ այլ հարց է, պետք է գյուղի ժողովրդի հետ երկար աշխատել, մինչև այդ պրոյեկտը կդառնա նաև սեփական այդ ժողովրդի համար։ Բայց եթե այդ պրոյեկտը այդ ժողովրդին վնաս է տալու, որ ժողովուրդն ասում է ոչ, ուրեմն այդ ոչ է։ Այսինքն պետք է երկու կողմը ուսումնասիրվի։ Հիմա ես այդ կողմը չեմ ուսումնասիրել, չգիտեմ այդ ոսկու հանքի մասին է խոսքը, այդ հանքի շահագործումը ինչ էֆեկտներ կունենա Հայաստանի տնտեսության վրա, ինչ էֆեկտներ գյուղի վրա։ Ամեն դեպքում գյուղի կարծիքը առաջնային է իմ կարծիքով։ Պարոն Կարապետյան, շատ լավ շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, կարելի է շատ երկար խոսել, հուսամ էլի առիթներ կունենանք այս թեմայով զրուցելու։ Դուք դիտում եք հարթակը, կհանդիպենք մեկ շաբաթ անց։ Շնորհակալություն։